ճիշտ ասած շատ բան եմ ասելու, բայց 9 ամիսների ընթացքում միշտ ասել եմ անցած դատական նիստին, երբ որ ես խոսեցի, ձեր կողմից դիտարկվեց, թե ես էմոցիաների վրա կամ ինչերի վրա խոսում, բայց ոչ, այն ինչ որ կխոսեմ, այն ինչ որ կասեմ, դա էմոցիոնալ խոսք չի, ոչ էլ ինչ-որ մեկի վերաբերվում է, ոչ արգաժան դատարանին, ոչ դատախազին։ Ընդհանրապես ես ուզում եմ հասկանամ, իսկապես ինչ է համարել ես 9 ամիս կալանքի տակ, որտեղ հարգական արդարադատություն։ Մենք այս արդարադատության համար չենք երկիր կառուցել, երկիր ստեղծել, կյանք դրել, մենք երազել ենք ունենալ մի այնպիսի երկիր, մի այնպիսի հայրենիք, որտեղ որ աստվածաշնչյան խոսքերով այրուցն ու գառը իրար հետ կարած է։ Բայց իրականում խումբ են կառուցել քննչական կոմիտեի կողմից այս մարդու հետ առաջի դատական նիստին են ծանոթացել Արմեն։ Առաջի դատական նիստին այս տեսակի կեղծիք կարող լինի, որ խումբ են այս մարդը, ոչ էլ կարող։ Ենթադրությունների վրա կառուցված թե քննչական կոմիտեի կողմից, վարույթ իրականացնող մարմնի կողմից բոլոր ենթադրությունները։ Ես հավատացած եմ, որ դուք ծանոթացել եք թե առերեսումներին, թե այդ մարդկանց ենթադրություններին, նման են մի մարդու, որը որ 30 տարի ճանապարհ ունի անցած, որ օդի մեջ հայտարարություն տարածի, ով ուզում աշխատանք ունենա, ու անծանոթ մարդկանց հետ խումբ կազմի, ինչ որ չգիտեմ, ենթադրյալ ծանր հանցագործություն կատարի։ Հարգելի դատարան, եթե ես այդպիսի մտադրություն ունենայի, 20 թվականի նոյեմբերի 9-ին կանեի դա։ Բայց մեր սև հովազներից, մեր ջոկատից ոչ այդ տվյալ օրը, տվյալ պարագայում չի հայտնվել տվյալ վայրում։ Եթե ես ուզենա երբ ժամանակ առիթել ու կապել։ Իզուր չի լուսահոգի Արցախի հերոս Ռուստամ Գասկարյանի կողմից ասված նվիրյալները չեն նվանափոխվում, կարգապետը, մենք նվիրյալներ ես, նվիրյալ ենք հայրենիքին, ընտանիքին, հավատին, կրոնին և եկեղեցին։ Մենք մեր հայրենիքի ներսում զենք չենք բարձրացել, երբևիցե։ Ես ուզում եմ մի բան հիշեցնեմ, 96 թվականին երևի հարգարժան դատախազարի ավելի տարիքով կնկրիշի, ընտրություններից հետո ժողովուրդը գնացին ազգային ժողովի, այնտեղ ծեծուժակ, այն ժամանակ լուսահոգի սպառապետը զանգեց եղբորս, ասեց համար 1 արեք քաղաք, եղբորս պատասխանը եղավ, թուրքը հարձակվել է, ասեց չէ ժողովուրդն ոստացել, ասեց խալ է զանգը, ես իմ ժողովորդի տենց զենք չեմ անում, դա մեր մեջ է, մեր այրունի մեջ է, ենթադրությունով 9 ամիս պարել կալանքի տակ, դա արդարադատություն չի, դա միտումնավոր քաղաքական պատվեր է, պատվիրատուներին է գիտել, ուրեմն, ռիսկային, ասում եք հարգարժան դատախազը, ասում է ռիսկային է, դուրսի գտնվել է, իբր վկաներին հրեն ազդել, չգիտեմ, ուրեմն, երբ որ քննչական կոմիտեն սկսել էր այդ վկաներին հարցաքննել, ես դասում էի, երբևիցե փորձ չեմ արել իրենց հանդիպել, ես գնացել եմ այդ երկիր, նորից հետ եմ եկել, և այդ գործը շարունակում է, ես նորից փորձ չեմ արել այդ մարդկանց տեսնելու, որովհետև ես գիտեմ ինչ կա իմ մեջ, ես դրա մեջ չկայի, դրա համար ես արխային գնացել եմ էլ, հետ եմ եկել, երբևիցե ոչ էլ փորձ եմ արել այդ մարդկանց տեսնելու, ինչու հիմա, որ այդ մարդիկ իրաց ցուցմունքով ասում են, որ Գասպարյան Սերոփը լսեց այս խոսակցությունը, նա բարկացավ,
ասաց առաջինը ես եմ սատկացնելու մարդու, որ իմ հայրենիքին մեջ զենք բարձրացնի։ Սա որպես վկայություն արժանահավատ չի, բայց ենթադրությունը արժանահավատ, այդպիսի արտահայտություն կա։ Ցույցմունք է տալիս, մարդ ասում է, այս մարդը սենց բան ասեց, բայց ենթադրում եմ, որ դե ինքը կարող է գիտեր, այսինքն այդ ասածը վկայությունը հետ ենթադրությունը կարևոր է եւ Սերոբ Գասպարյանը դուրսը լինելով կազմի նկարների դա չէ, երբեք չեմ ուզեցել, չեմ ուզում, չեմ էլ ուզի ազդել ինչ-որ մարդկանց վրա, որ իմ հանդեպ նորմալ ցույցմունք չկա նման։ Ախ, ուզում եմ մի խոսք ասեմ Ֆիրդուսուց, որը հիմա կատարվում է։ Հարգելի դատարան։ Եթե վերաբերում է ցանը ճարպոտում, այո, մենք ամբողջ կյանքներս տուն Աստվածաշունչն ասում է, ով չուրանա ընտանիքը, հայրը, մայրը, ծնողին, երեխային, նա ինձ արժանի չի։ Աստված ասում է, մենք ուրացանք տուն, տեղ, հայրենի ծնող, երեխա, նվիրվեցինք հայրենիքին, եւ ինչ ենք ստանում հիմա։ Արժանի պատասխան։ Անցած դատական նիստին Հարգարժան դատախազը ներկայացնում էր, թե իմ բջիջայինից ինչեր է հանված, ընդեղ 17 տարի առաջ հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի կողմից նվիրատվություն եմ ստացել քիլոգ տեսակի ատրճանակ, եւ սա համարում են 17 տարի առաջ հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած, համարում են հնարավոր է այդ զենքով ես պատրաստում էի ինչ-որ գործողություն գործել։ Խելամիտ ասում։ Շատ բան ունեմ ասել, շատ երկար, բայց խնդրում եմ, ինչպես անցած անգամ ասեցի, որ ցանկացած ոլորտում, թե դա կլինի պատերազմի դաշտում, թե դա կլինի արդարադատության մեջ կամ ցանկացած ոլորտում լինում են առաջամարտիկները, ճիշտ է, նայում ենք հոդվածին, վախենալու հոդված ցանկացած ոնց ասեմ, որ սա ձեզ չի վերաբերում, վախենալու հոդվածը, բայց Տեր Հիսուսն ասում էր, վախկոտները անգամ երկնային արքայություն չեն։ Ճիշտ է, ես անազատության մեջ եմ մարմնով, բայց հոգով ազատ եմ։ Հանդերձյալ աշխարհում ես պարզ ճակատով կկանգնեմ մեր նահատակների առաջ, պարզ ճակատով եւ արդար հոգով։ Թող մտածեն նրանք, ովքեր հիմա անազատության մեջ են, բայց բանտարկված են ստրկության մեջ։ Աստված պահապաններ ասում։ Շատ շնորհակալություն էմոցիոնալ ձեռումներից, հիմա կանցնենք մյուս կողմերին լսելուն, ներառյալ ձեզ առաջարկում եմ, քանի որ նշեցիք կալանավորման պատվիրատուների մասին ևս տեղեկություններ ունեք, առաջարկում եմ, թե դատան այդպիսի պարտականություն չունի, բայց իրազեկվեք, որ կարող եք հաղորդում տալ անձնագրության մասին, սա ընդհանրապես ասում դեռ բաց դատական նիստում է գործում, դատավարականության մեխանիզմ չկա, որ դատանը պետք է առաջարկի, բայց ասում եք, ես ուղղակի ասում եմ, որ կարող եք անձնագրության մասին հաղորդում տալ, որպեսզի ես քրիստոնյա եմ եւ այդ անձնավորություններին աղոթքով հանձնել եմ ահեղ դատավորին Աստծուն։ Եվ մի բան էլ ավելացնեմ, քննչական պարոն Ալեքսանյանը ներկայացրել բոլոր առերեսումներին, թե հարցաքննությանը, եթե դուք ծանոթանաք նյութերին, այնտեղ բոլոր մեր հարցերը մերժում էր քննիչը, անգամ ասում էր մի նայիր բանի վկային, իր այդ խոսալուց ինձ նայի, մի նայի վկային հարց տալուց։ Ես միշտ անգամ վերջում ասել եմ, որ դուք անաչափ քննություն չեք վարում, պետք է որ գրված լինի հայտարարությունների մեջ։ Ուսումնասիրելուց ամեն ինչ պարզ լինի։ Բոլոր կարևորագույն հարցերը հանվում էր, ցույց էր տալու, որ վկան պատասխան էր։ Շատ շնորհակալություն։